Պարոն վարչապետ, այսինքն թանգարանի տնօրենը հեռացվել է ձեր ցուցումով այն բանի համար, որ ԱՄՆ փոխնախագահային Արցախի վերաբերյալ գիրք է նվիրել, ճիշտ հասկացան ձեր պնդումը, ձեր մեկնաբանությունը։ Ցուցումով, այո, ես խնդրել եմ, որ նա հրաժարականի դիմում գրի։ Իմ ցուցումը եղել է Արցախի մասին իր խոսելը, նաև գիրք նվիրելը, հա, դուք համարել եք դա կառավարության քաղաքականությանը հակառակ ինչ-որ գործողություն։ Այո, ես դա համարել եմ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ գործողություն, ես դա համարել եմ սադրիչ գործողություն եւ խնդրել եմ, որ դիմում գրի։ Պարոն վարչապետ, այդ դեպքում հնարավոր է դուք հոգևորականների հետ կապված այս ամբողջ process-ը սկսել եք հենց այդ պատճառով, որ նրանք մշտապես խոսել են Արցախի մասին, իսկ մնացած ամեն ինչը եղել է փաթեթավորում այդ հարցի, եւ դուք հայտարարեցիք, որ ինքնիշխան երկրները իրենց տարածքում գործողություններ են իրականացնում, ինչ որ ամրաշինական աշխատանքներ են կատարում։ Բաքուն Հայաստանի օկուպացված տարածքներում ամրաշինական աշխատանքներ առհասարակ կատարել է։ Ընդհանրապես արձանագրենք, որ ես նախկինում ասել եմ Մայրաթորի հետ կապված բոլոր խնդիրները եւ ես կարծում եմ, որ Կտրիչ Ներսիսյանը եւ իր խմբակը կառավարվում է պետական անվտանգության կոմիտեի գործակալի խողովակով եւ տրամաբանությամբ։ Ես սա երբեք չեմ էլ թաքցրել, բայց ինչպես է այդ հոգեվոր ոլորտում այդ խոցերը, երեք ասեցի, դա խոցելն են դարձնում, որ մարդկանց հեշտությամբ հավաքագրեն եւ օգտագործեն ոնց ուզում են։ Սա պետական անվտանգության հարց է։ Եվ այո, ես էլի ասում եմ, երբ որ երկրի վարչապետը հայտարարում է, որ մենք Ղարաբաղի շարժումը պետք է դադարեցնենք, չի կարող լինի պաշտոնյա, որը շարունակի Ղարաբաղի շարժումը։ Չի կարող լինել։ Հոգևորականները ինչ։ Ներողություն, բայց եկեք երկխոսության չվերածենք։ Ես դες նոր ասեցի, ես նոր գնացել եմ պատարակի եւ բանից հնչում է։ Պատարակին հնչում է։ Ընդ որում պատարակի ընթացքում հնչում է ոչ մի անգամ։ Արցախի հանրապետությունը դա չի նշանակում։ Այդ նշանակում է պատերազմի կոչ։ Ուրիշ բան չի նշանակում։ Լավ, ոչ այսօր, վաղը մյուս օրը։ Բա էս ենք ասում, բա դրա համար ենք ասում։ Բա դրա համար ենք ասում, որ Կտրիչ Ներսյանը եւ իր խմբակը պատերազմի կուսակցության առաջնորդությունն է ստանձնել։ Պետքա չլինի այդպիսի բան։ Պետքա չլինի։ Ոնց կարա երկրում լինի 6 հատ արտաքին քաղաքականություն։ Ձեռբերելու համար։ Շատ լավ, իրավապահները պետքա գործեն, եթե հայտարարության մեջ կա արձագանքելու առիթ, թող արձագանքեն։ Ինչ վերաբերվում է ձեր առաջին հարցին, ուրեմն ես շատ հստակ ասացի, որ պետության մեջ չի կարող լինել երկու արտաքին քաղաքականություն։ Մարդիկ կարող են ասել Արցախից եմ, Վանից եմ, Մուշից եմ, Մոսկվայից եմ, Բերլինից եմ, չգիտեմ էլ որտեղ Մինվոդիից եմ, դա ինչ կապ ունի իմ ասած թեմայի հետ։ Մարդը ինչ ուզում է կարա ասի։ Խոսքը պետական պաշտոնյայի եւ դերաբաշխման մասին եւ քաղաքական գնահատականի մասին։ Հիմա ես ասում եմ, եկեղեցու խորանից ասում են Արցախի հանրապետություն, օրհնի Արցախի հանրապետությունը։ Եվ այստեղ ես ոչ թե իրավական գնահատական եմ տալիս, այլ քաղաքական։ Ասում եմ, որ Կտրիչ Ներսիսյանը ստանձնել է պատերազմի կուսակցության առաջնորդությունը Հայաստանի հանրապետությունում։ Եվ սա ասում եմ նաեւ ուրիշ տեսակետից։ Հայաստանի ծառայական Սուրբ եկեղեցու պատարակում 40-ից ավել անգամ խաղաղություն բառը օգտագործվում է, 40-ից անգամ, ավել անգամ։ Ընդ որում 4 թե 5 անգամ ընդգծելով Տեր Աստված տուր աշխարհին խաղաղություն, Տեր Աստված տուր աշխարհին խաղաղություն։ Եվ սա նաև այստեղ հոգևոր ծառայության բնույթի մասին է։ Եվ սա եւս մեկ օրինակ է, որ այդ մարդիկ հոգևոր ծառայության հետ ընդհանրապես կապ չունեն։ Լսեք, ոչ դրա համար չի։ Արարողակարգային նվեր տալ Արցախյան հիմնախնդիր թեմայով դա սադրանք է, քաղաքական սադրանք է։ Չի կարող այդպիսի բան լինել։ Այսինքն նվեր տալու բան կա, մենք չենք կարող նվեր տանք, վախենում ենք նվեր տանք բանի ուրիշ պաշտոնյայի միջոցով պետք է նվեր տանք։ Լսեք, կա պետություն, արարողակարգ, հասկանում եք, ելի եմ ասում,
հերիքա մենք մեր երկրին վերաբերում ենք որպես ինքնագործունեության խմբակի։ Ես չեմ կարող տենց բան թույլ տամ, որովհետև պետության թիվ 1 պատասխանատուն եմ։ Ինչ վերաբերվում է 300 դպրոցին 500 մանկապարտեզ ծրագրին, մենք ասել ենք 2026 թվականին է, եւ մենք համոզված եմ, որ կհասցնենք, ենթադրենք արդյունքում լինի, որ կառուցեցինք, որովհետև ընթացքի մեջ 350-ից ավել դպրոց է։ Ենթադրենք արդյունքում 2026 թվականի դեկտեմբերի 31-ին պարզվի, որ պատրաստի դպրոցների թիվը 315 է կամ 298, դրանից ի՞նչ է փոխվում։ Շատ լավ, կապրենք կտեսնենք, այսինքն դուք շատ շնորհակալություն կոմպլիմենտի համար, դուք արձանագրեցիք, որ անհրաժեշտ է, որ ես շարունակեմ մնալ վարչապետ, որպեսզի Հայաստանում դպրոցներ կառուցվեն եւ ոչ թե դպրոցներ քանդվեն։ Շնորհակալ